Միակ լուծումը միջուկային տակտիկական զենքն է։ Սա արդեն լրիվ այլ իրականություն է եւ այստեղ աշխարհի ուժեղները խառնվելու են, այդ թվում եւ Չինաստանը եւ Ռուսաստանը, այո։ Կարծում եմ ԱՄՆ-ը չի գնա այդ արկածախնդրությանը եւ կարճ ժամանակ հետո վերջանալու է։ Առավելս դա չի ձգտի մինչև սեպտեմբեր։ Հիշեք նոյեմբերին ԱՄՆ-ում կոնգրեսում միջանկյալ ընտրություններ են։ Եթե այդ պարտությունը արձանագրվի ԱՄՆ-ի սեպտեմբերին, վստահաբար ասեմ նոյեմբերին հանրապետականները պարտություն են գրելու եւ հաջորդ օրը սկսելու է ԱՄՆ-ում իմպիչմենտի գործընթաց։ Այս տխուր հետևանքը կարծում եմ եւ Տրամպը եւ իր քաղաքական թիմը հաշվել են, դրա համար հիմա ժամ առաջ փորձում են իհարկե ներկայացնել, որ այս բախման ժամանակ իրենք հաղթական են դուրս եկել։ Իհարկե Իրանը առանձնապես կեցված չի դրսևորի, բայց ինչպես ասում են, հասկացողը կհասկանա, իսկ հիմարին պետք չի հասկանալ։ Որ ինչպես ավարտվեց այս հակամարտությունը եւ դրանից հետո շատ արագ տարածաշրջանում ուժերի նոր վերադասավորում եւ շատ երկրներում իշխանափոխություն, որը շատ բնական հետևանք է լինելու այդ ուժերի նոր վերադասավորմանը։